System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այս տարվա հուլիսին խումբը համերգ է ունենալու Երևանում։ Թանկյանը նշել է, որ թեմայի շուրջ շփոթմունք կա, թեև հուլիսին համերգ ունենալու պլաններ եղել են, սակայն լոգիստիկ եւ ժամանակային բարդությունների պատճառով որոշվել է այն հետաձգել։ Նոր ժամկետների մասին կհայտարարվի, երբ ամեն ինչ հստակ լինի, գրել է նա։ Համերգի անցկացման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր քարոզարշավի ժամանակ։ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ հուլիսին համերգ կազմակերպելու տարբերակն իրոք երկուստ է քննարկվել է, սակայն որոշ կազմակերպչական հարցեր հնարավոր չեն դարձնում դրա իրականացումը հենց հուլիսին։ Այդուհանդերձ համերգը մնում է օրակարգում եւ առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցվեն դրա անցկացման նոր ժամկետները, գրել է նա։ Այլ Հայաստան կուսակցության առաջնորդ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է։ Քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով։ Թևանյանը չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները։ Как сейчас пытаются Армению втянуть в ту же. Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբա, Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի եւ Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, եւ ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ, նշել է նա։ Սպիտակ տան մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել, մի տղամարդ պայուսակից զենք է հանել եւ 3 անգամ կրակել շենքի ուղղությամբ, ինչից հետո ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները պատասխան կրակով նրա մահացու վիրավորել են։ Կրակոցների պահին նախագահ Դոնալդ Թրամփը գտնվել է Սպիտակ տան շենքում, սակայն նա եւ կառույցի աշխատակիցները չեն տուժել։ Փոխհրաձգության հետևանքով թեթև վնասվածք է ստացել 1 անցորդ, ում տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը եւ ազգային գվարդիան Սպիտակ տան հարակից թաղամասերն ամբողջությամբ շրջափակել են։ Տարածքում հսկողությունն ուժեղացվել է եւ ընթանում է քննություն, հարձակվողի ինքնությունն ու դրդապատճառները պարզելու համար։ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը հիմնականում պատրաստ է եւ համաձայնեցված, գրել է Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում։ Ըստ նրա, ներկայումս քննարկվում է փաստաթղթի վերջնական կետերը, որոնց մասին կհայտարարվի մոտ ժամանակներում։ Իսկ համաձայնագրի կարևորագույն պայմաններից մեկը լինելու է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացումը։ Թրամփը նաեւ հայտնել է, որ առանձին եւ շատ հաջող հեռախոսով խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս մեծ խաղաղության փաստաթղթի մշակման աշխատանքներին ԱՄՆ-ից ու Իրանից բացի ակտիվորեն մասնակցել են տարածաշրջանի մի շարք այլ երկրների ղեկավարներ, այդ թվում Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Եգիպտոսի նախագահները, Հորդանանի եւ Բահրեյնի թագավորները, Կատարի վարչապետը եւ Պակիստանի ֆլետ մարշալը։ Կիևում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է առաջիկա 24 ժամվա ընթացքում սպասվող հնարավոր հզոր օդային հարձակման մասին։ Այս տագնապը հաջորդել է ռուսական ռազմավարական օբյեկտներին ուկրաինական ուժերի հասցրած հեռահար հարվածներին։ Ռազմական գործողությունների սրմանը զուգահեռ նախագահ Զելենսկին Եվրամիությունից պահանջել է անհապաղ սկսել երկրի լիարժեք անդամակցության գործընթացը։ Նա կտրականապես մերժել է ասոցացման անդամի կարգավիճակը, այն համարելով Ուկրաինայի շահերն անտեսող եւ անարդար առաջարկ։ Հունգարիայում Վիկտոր Օրբանի պաշտոնանկությունից հետո Կիևն ակնկալում է վերջնականապես վերացնել եվրոինտեգրման ճանապարհին առկա քաղաքական խոչընդոտները։ Զելենսկին հայտարարել է տարեսկզբից 600 քառակուսի կիլոմետր տարածք ազատագրելու մասին, հուսալով, որ հակառակորդի կորուստները կստիպեն Մոսկվային նստել բանակցությունների սեղան։ Իսրայելական օդուժը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային եւ արևելյան բնակավայրերին։ Տիրոսի շրջանում իրականացված ռմբակոծությունների թիրախում են հայտնվել բնակելի տներ, ավտոճանապարհներ եւ հանրային ենթակառուցվածքներ։ Ռազմական գործողությունների հետևանքով լրջորեն վնասվել են Հիրամ եւ Թեբնին հիվանդանոցները, ինչի պատճառով տասնյակ բուժառուներ ստիպված են եղել տարհանվել։ Իսրայելական կողմը շարունակում է լիբանանյան գյուղերի բնակիչներին հարկադիր տեղանման հրամաններ տալ, տարածաշրջանում ստեղծելով հումանիտար ճգնաժամ եւ խուճապ։ Ի պատասխան Հեզբոլլահը հարվածել է Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտներին։ Չնայած ապրիլի 16-ին հայտարարված հրադադարին ռազմական գործողությունները չեն դադարում, իսկ մարտի 2-ից սկսված պատերազմի զոհերի թիվն արդեն հատել է 3100-ը։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն պաշտոնապես արգելել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի մուտքը ֆրանսիական տարածք։
Պատճառը նախարարի հրապարակած տեսանյութն է, որտեղ նա Աշդոդի նավահանգստում ծաղրում է Global Sumud նավախմբի կապկպված ու աչքերը փակած ակտիվիստներին։ Իսրայելական ուժերը շաբաթվա սկզբին Կիպրոսի ափերի մոտ միջազգային ջրերում կալանավորել էին նշված նավախմբի շուրջ 430 մասնակցի, այդ թվում Ֆրանսիայի քաղաքացիների։ Ազատ արձակված ակտիվիստները հայտնել են դաժան խոշտանգումների եւ սեռական բռնությունների բազմաթիվ դեպքերի մասին, սակայն Իսրայելի բանտային ծառայությունը հերքում է այս մեղադրանքները։ Միջադեպի հետևանքով ֆրանսիացի 5 մասնակից այժմ Թուրքիայի հիվանդանոցներում բուժվում է ծանր կոտրվածքներից եւ ստացած այլ վնասվածքներից։ Պաշտոնական Փարիզն անընդունելի է համարում իր քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունն ու կոչ է անում Եվրամիությանը եւս պատժամիջոցներ սահմանել Բենգվիրի դեմ։ Ֆրանսիական կողմը շեշտում է նաեւ, որ նախարարը պարբերաբար հանդես է գալիս պաղեստինցիների նկատմամբ ատելություն եւ բռնություն հրահրող հայտարարություններով։ Չինաստանի հարավ-արևմուտքում տեղացած առատ անձրևների հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 17-ը, հայտնել է Սինհուա գործակալությունը։ Շրջանում տեղումների քանակը հասել է ռեկորդային՝ մոտ 297 մմ-ի։ Տասնյակ հազարավոր մարդիկ Բելգրադում միացել են ուսանողական մեծածավալ բողոքի ցույցին։ Ուսանողները հաղթում են, շարժումը պահանջում է պատժել 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանի աղետի բոլոր պատասխանատուներին։ Այդ ողբերգության հետևանքով 16 մարդ է զոհվել, ինչը Սերբիայում հակակոռուպցիոն հզոր ալիք է բարձրացրել։ Իշխանությունները փորձել են խափանել հավաքը, չեղարկելով մայրաքաղաք եկող բոլոր գնացքները եւ նախագահական նստավայրի մոտ ոստիկանական պատնեշներ շարել։ Թեև ցույցերը ստիպել են վարչապետ Միլոշ Վուչեվիչին հրաժարական տալ, նախագահ Ալեքսանդր Վուչիչը շարունակում է կոշտ դիմադրություն ցուցաբերել։ Նախագահի աջակիցները նույնիսկ վրանային ճամբար են հիմնել, ցուցարարների դեմ յուրօրինակ կենթանի վահան ստեղծելով։ Ուսանողները հայտարարել են բացառապես խաղաղ պայքարի մասին, սակայն երկրում քաղաքական լարվածությունը հասել է գագաթնակետին։